դուք տեղյակ որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարճ այցով եկավ Հայաստան եւ Հայաստանի արտգործնախարարը ստորագրեց թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը եւ այդ այցը, որը ի սկզբանե պլանավորված չէր եւ իր բնույթը, որ մի ժամով ընդամենը այդ թուղթը նախաստորագրելու համար Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ, պետք է ընդգծի տեղի ունեցածի կարևորությունը, բայց ներքաղաքական իմաստով շատ կարևոր էր այդ իրադարձությունը հետեւյալ տրամաբանությամբ։ Դուք հիշում եք 5 տարի շարունակ մեզ մեղադրում էին, որ մենք ինչ-որ մեկի միջանցք ենք խոստացել, ինչ-որ մեկի միջանցք ենք տալու կամ ինչ-որ մեկի միջանցք ենք տալու կամ տալիս։ Ստորագրված փաստաթուղթը ի վերջո այդ գոյություն երբևէ գոյություն չունեցած թեման ի վերջո դուրս բերեց օրակարգից։ Ինչ եմ ասում գոյություն չունեցող, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո այդ թեման անդադ շրջանառվել է եւ ես 2020 թվականի նոյեմբերին եմ անդրադարձել այդ թեմային, ասելով, որ այդպիսի բան լինել պարզապես չի կարող։ Եվ ահա Միացյալ Նահանգների հետ ստորագրված համաձայնագրի նախագծում ոչ միայն ընդգծում է, որ թրիփ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում, այլև լրացուցիչ պարբերություն է ավելացել, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա։ Այսպիսով միջանցքի գոյություն չունեցած եւ արհեստականորեն ներմուծման փորձերով մեր հարության ներկայացված թեման գոյություն չունի, բայց սա շատ կարևոր է արձանագրելու համար, թե ինչպես են արհեստական թեմաներ ներմուծվում Հայաստանի կյանքի օրակարգ։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ նորության մասին էլ ասել, որովհետև թրիփ նախագիծը մասնավորապես երկաթուղին, գիտեք, որ մեղրի երկաթուղին է, որը պետք է վերականգնվի առաջիկայում, եւ նաեւ, եթե ուշադրություն դարձրել եք նախագահ Տրամփի արած գրառմանը, շատ կարևոր շեշտադրում կար այնտեղ, որ թրիփ նախագիծը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես արևելքից արևմուտք էներգակիրների տարանցման կարևոր երթուղի։ Սա նշանակում է Հայաստանի միջազգային դերի շատ ավելի էական բարձրացում եւ նոր որակի պետությունը ընդգծվում է նաեւ սրանով, նոր որակի պետություն, նոր որակի միջազգային հարաբերություններով։ Եվ ես հույս ունեմ, որ ձեզ համար դա տեսանելի է։ Տեսեք, 2026 թվականին Հայաստան են այցելել Միացյալ Նահանգների փոխնախագահ, Միացյալ Նահանգների պետքարտուղարը, եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ, նրանցից երկուսը անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարներ, երեքը մեծ յոթնյակի անդամ երկրների ղեկավարներ, եւ սա Հայաստանի Հանրապետության նոր միջազգային դերի մասին է։ Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ մեծ խոշոր նախագծի վերաբերյալ, որը ավելի է ընդգծում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Մենք, Ժողովուրդ ջան, նույնիսկ մենք չենք նկատել։ Այդ մեր միջազգային գործընկերները եկան եւ արեցին Հայաստանում մի շատ հետաքրքիր հայտարարություն։ Նրանք ասացին, որ Հայաստանը գտնվում է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհին։ Եվ այդ ճանապարհը ամենակարճ արևելքի եւ արևմուտքի միջև անցնում է Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզով։ Սա նշանակում է, որ մենք առաջիկայում կբացենք ոչ միայն մեր հարավային երկաթուղին, այլև հյուսիսային երկաթուղին, որը նաեւ երկու ճյուղերը Իջևան Հրազդան երկաթուղու եւ Վանաձոր Գյումրի երկաթուղու ճյուղերը Լերմոնտովո բնակավայրի մոտ ընդամենը 6 կիլոմետր են իրարից հեռու, կմիացնենք իրար եւ մենք կստանանք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին եւ մյուս կողմից այսօր արդեն միջազգային ներդրողները գալիս եւ մեզ առաջարկում են, որպեսզի Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով մենք բեռնատարների համար, նոր միջազգային բեռնատարների համար նոր եւ վճարովի երթուղի առաջարկենք։
Նաև սրանով է ընդգծվում նոր որակի պետությունը, բայց նոր որակի պետությունը ինքը շատ կարևոր է, որ ունենա նոր որակի կրթություն։ Դրա համար է, որ մենք Հայաստանում կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն եւ իրականացնում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ նաեւ ակադեմիական քաղաքի ծրագիրը, որը պետք է այս ամբողջ օրակարգը սպասարկելու համար մեզ պետք են ավելի շատ նոր որակի կադրեր եւ ընդհանուր առմամբ մեր առանձայն էլ բարձր կրթական ցենզը մենք պետք է եւս մի աստիճանով բարձրացնենք։